Բարևիմ շատ սիրելի հեռուստադիտող, Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում եւ հերթական անգամ ձեզ իրազեկելու ենք բժշկական ոլորտի վերջին նորամուծությունների մասին։ Այսօր խոսելու ենք պրոթեզավորման եւ օրթեզավորման վերջին նորամուծությունների մասին։ Նորամուծություններ, որոնք թվում է շատ հեռահար են, Հայաստանում դեռևս չկան, սակայն իրականում մեր երկիրը նույնպես անմասն չէ բժշկության ոլորտի վերջին նորամուծություններից։ Ես իրով զրուցելու եմ հրավիրել Կարեն Մարգարյանին, ով ներկայացնում է Նանոպրո պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոնը, կենտրոնի եւ հիմնադիր տնօրենն է եւ ինժեներ պրոթեզավորող։ Բարև բժիշկ։ Շնորհակալ եմ ձեր ժամանակը Մեդինֆորմին հատկացնելու համար։ Եվ ակնկալում եմ մեր հեռուստադիտողին հետաքրքիր ինֆորմացիա հաղորդենք։ Իհարկե թեման փոքր-ինչ ծանր է, փոքր-ինչ դժվար ընկալելի է, սակայն նրանք, ովքեր վերջույթների հետ կապված կորուստներ ունեն, խնդիրներ ունեն, իհարկե պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում, ամբողջ աշխարհում այս առումով։ Խնդրեմ ներկայացրեք նախ բոլոր դեպքերն են ենթակա պրոթեզավորման կամ օրթեզավորման։ Հիմնականում այո, բոլոր դեպքերն էլ ենթակա են պրոթեզավորման եւ օրթեզավորման։ Օրթեզավորումը դա եթե կա վերջույթը, բայց չկա ֆունկցիան, պրոթեզավորումը եթե չկա վերջույթը, համալրվում է արդեն արհեստական պրոթեզներով։ Այ հետաքրքիր է, առաջին հայացքից ենթադրենք արդեն մարդը համակերպվել է դրան, հրաշալի կատարվել է պրոթեզավորումը կոնկրետ ինչ ոչ, նաև օրթեզավորումը ներառենք, այ հետաքրքիր քնելիս դրանք չեն որպես խոչընդոտ հանդիսանում դրանք։ Չէ, քնելուց դա հանվում է։ Այո, հանվում է։ Որովհետև ինքն էլ սանիտարական հիգիենայից ելնելով մաքրելու եւ գրակարիք ունի, դրա համար քնելուց հանում են, առավոտյան հագնում են, ուղղակի հագնելու մի քանի մեթոդներ կան ու հիմա գիտությունը եւ աշխարհը գնում է մաքսիմալ արագ եւ հեշտ հագնելու տեխնոլոգիաներին, որը որ այսօրվա դրությամբ վերջի տեխնոլոգիաները դա սիլիկոն լայներով պրոթեզներն են, որ շատ արագ են եւ մաքսիմալ կոմֆորտ են ապահովում։ Եվ երևի մաքսիմալ մոտեցված են հենց բնական վերջույթին, այո։ Մոտեցված են կան տղաներ, որ ասում են ոնց որ թե այս պրոթեզով արդեն ոնց որ թե իմ ոտքը լինի, ես զգում եմ, որ ոնց որ կորցրած չլինեմ իմ ոտքը։ Այո, բժիշկ, այն նախկինում եւ նախկինում նկատի չունեմ երկար տարիներ, թեկուզ նախորդ սերնդի պրոթեզները եւ գեժ ժամանակակիցը, այ ինչ տարբերություններ ունեն, խնդրեմ նշեք։ Տղաներից մեկը, երբ ես առաջին անգամ հագավես ժամանակակից միկրոպրոցեսորային ծնկով պրոթեզը, ես ասեցի տարբերություն 100%, ասես չէ 500%։ Այդքան մոտ։ Դա մենք չենք կարող գնահատենք, դա իրանք են գնահատելու, որովհետև մենք կարանք ուղղակի իրանց խոսքերը կրկնենք։ Այո։ Իրանք են հագնող, իրենք են այդ պրոթեզը օգտագործում, այդ պրոթեզն է իրանց կյանքը բարելավում ու ֆունկցիաների առավելություն տալիս ու դրա համար իրանց խոսքերն են կրկնում, որովհետև տղա ունենք, որ միկրոպրոցեսային ծնկով սարերը բարձրացել։ Դա առավելագույնն է։ Այո։ Գերազանց աշխատանքի նաև արդյունք, այո, ոչ միայն օրգանիզմի եւ մարդու կողմից ընկալելի։ Ավելի շատ հոգեբանական է դա։ Այո, այ դա է ուզում հարցնել, պրոթեզավորման մեջ ինչն է ամենակարևորը, որակյալ պրոթեզը, շատ պրոֆեսիոնալ բժիշկը, թե մարդու հենց անհատական բնավորությունն ու կամքը։ Սովորաբար ես ասում էի 50-50, 50-ը պրոթեզից է, 50-ը քո կամքն ու քո ներուժն է, բայց ասում են չէ 20-80, պրոթեզը 20-80-ը քո կամքն է։ Որտեվ ունենք մարդ, որ իդեալական պրոթեզա քայլում է իդեալական, բայց հետո տանեցիներն ասում են, որ թամբալ է, դիվանին նստած աղորը չի բանանում, չի քայլում, չի օգտագործում։ Այո, որպեսզի սովորի դրան, այո։ Ոչ միայն սովորի, ոնց որ թե երևի կյանքի հանդեպ հետաքրքրությունն է կամ դեպրեսիայի մեջ չի կարող դուրս գալ դեպրեսիայից։ Բայց մարդ կա ակտիվ եւ մեքենա է վարում եւ նույնիսկ տաքսի է քշում իր մեքենայով։ Դրա համար մարդու բնավորությունից ելնելով պրոթեզը իհարկե կարևոր է իր որակը, բայց միայն լավ որակյալ պրոթեզը դա չի ապահովում լիարժեք
եթե չկա Կյանքի որակ, այո։ Եթե չկա ցանկությունը պրոթեզ կրողի, որ ինքը լիարժեք կյանքով Այո, այն նշեցիք, որ շատերը իսկապես այդ դեպրեսիայից այդպես էլ չեն կարողանում դուրս գալ։ Հետաքրքիր է պրոթեզավորման ժամանակ բացի ինժեներ պրոթեզավորողներից, նեղ մասնագետ բժիշկներից աշխատում են արդյոք հոգեբաններ այդ մարդկանց հետ։ Գիտեք, հոգեբանների աշխատանքը շատ կարևոր է, բայց ամենալավ հոգեբանը մեկ ուրիշ պրոթեզ հագնողն է։ Երբ գալիս է կենտրոն առաջին անգամ ու տեսնում է կողքից մեկ ուրիշ մարդ, որը պրոթեզով է ու շատ լավ քայլում է ու ընդհանրապես պրոբլեմ չունի, դա իրանց ամենաշատն է ոգևորում, քանզի ինչ-որ հոգեբան կողքից իրան Որը չի պատկերացնում այդ խնդիրը, այո։ Խնդիրը, որովհետև շատերը պրոթեզը նայում է պրոթեզին, մանավանդ կանայք շատ բծախնդիր են այդ առումով, երբ պրոթեզը տեսնում են, միանգամից աչքերը արցունք հալածվում։ Ասում եմ, դու արտաքին տեսքին մի նայում, դու գնահատի, որ ինքը քեզ հնարավորություն է տալու շարժվելու, քո առօրյա բոլոր կարիքները հոգալու, ընտանիքի խնամքով ապահովելու։ Եվ նաև նշենք, որ երևի թե կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան, բայց հնարավոր չի լինի դա իրականացնել, կամ հնարավորություն չի լինի, կամ առողջական վիճակը թույլ չի տա։ Ըստ այդմ ուզում եմ ձեզ հարց ուղղել, կան օրգանիզմներ, կան դեպքեր, որտեղ ելնելով ինչ-ինչ խոչընդոտներից կամ հիվանդություններից հնարավոր չէ իրականացնել պրոթեզավորում։ Շատ բացառիկ դեպքերում ալերգիաներ հանգանում են, որովհետև պրոթեզը հագնում է, քայլում է, կես ժամ, մի ժամ, ոչ մի խնդիր։ Երբ հանում է, այնտեղ ցան է գոյանում կամ ինչ-որ մի բան, բայց դա պրոթեզից չի, որտեղ պրոթեզի նյութերը հատուկ նյութեր են, որոնք որ շատ իներտ են եւ ոչ մի ալերգիկ ֆոներ չեն ստեղծում, հիմնականում դրա համար պատրաստվում է սիլիկոնից ներդիրներով։ Սիլիկոնը ամենաիներտ նյութն է, որը որ նույնիսկ իմպլանտներ են պատրաստում։ Բայց բացառիկ, ասենք տարվա մեջ կարող է մի դեպք լինի, որ Այո, շատ հազվադեպ հանդիպող։ Օրթեզավորման եւ պրոթեզավորման այ վերջին նորամուծություններից խոսենք, դրանք ինչով են առանձնանում։ Վերջին նորամուծությունները դա միկրոպրոցեսորային ծնկանհոդերն են, որը բավականին մեծ էֆեկտ է տալիս, այսինքն թույլ է տալիս լիարժեք քայլելու, շատ ունենք երիտասարդներ, որ հիմա նման ծնկերով քայլում են, որովհետև վերջի պատերազմից հետո մեր կառավարությունը ֆինանսավորման պատալոգը բարձրացրեց, որ կարողանանք նաև մենք ներկրել այդ ֆունկցիոնալ պրոթեզների համար միկրոպրոցեսորային ծնկերը։ Նախկինում դա թույլատրված չէր։ Ֆինանսապես հնարավորություն չունեինք։ Թանկաճույք է բավական։ Պետպատվերի տրամադրված գումարով մենք չէինք կարող ներկրել։ Երևի թե այդ էր պատճառ, որ շատերը մեկնում էին արտերկիր, այո, այնտեղ իրականացնելու այս գործընթացը։ Դա այդպես է, որովհետև արտերկրում նրանց պատրաստում էին հովանավորների ֆինանսավորմամբ։ Իսկ հովանավորների ֆինանսավորմամբ ի վիճակի էին նման ծնկեր տեղադրելը, իսկ Հայաստանում հովանավորների խնդիր բան չկար, որովհետև պետպատվեր գոյություն ուներ, իսկ պետպատվերը չէր փակում այդ ծախսերը։ Արդեն 2 տարի է այդ հնարավորությունը ունենք ու տղաները արդեն բոլոր զինհաշմանդամները պետպատվերի սահմաններում հնարավորություն ունենալ միկրոպրոցեսորային ծնկեր։ Այսինքն պետպատվերի շրջանակում կրկին շեշտ է։ Այն ինչ ասում են պետպատվերի սահմաններում։ Զինվորական բացառապես հաշմանդամություն, զինվորական գործունեության հետևանքով ձեռք բերված հաշմանդամների մասին է խոսքը։ Ձեռք բերված հաշմանդամության։ Եվ մասնավորապես երևի թե 20 թվականի մասին է խոսքը։ Բոլոր զինհաշմանդամները։ Բոլորը, այո։ Այսինքն բոլոր զինհաշմանդամները ֆունկցիոնալ պրոթեզ կրելու հնարավորություն ունեն պետպատվերի սահմաններում։ Ինչ առավելություն այն ունի այդ ձեր նշած նոր պրոթեզները։ Կոմֆորտ, դիմացկունություն։ Իսկ աշխատանքի ֆունկցիաների հետ կապված նույնպես։ Աշխատանքի ֆունկցիաների մեջ էլ եթե դու քեզ 100%-անոց լիարժեք չեմ կարող ասեմ պրոթեզի դեպքում, բայց եթե 60-70% ֆունկցիաները վերականգնվում է նախկին պրոթեզների 40-ի փոխարեն միանշանակ ինքը արդեն մեծ առավելություն ունի։ Սպորտով են զբաղվում, որը որ նախկինում չէին կարող։ Այստեղ մնացել է միայն սպորտային ոտնաթաթերի խնդիրը, կարծում եմ կառավարությունը դա էլ կլուծի։ Ինչ է նշանակում սպորտային ոտնաթաթեր։
պրոթեզի ոտնաթաթը սպորտային մի քիչ ուրիշ կոնստրուկցիա ունի։ Այսինքն այն մարդով պետք է զբաղվի սպորտով, այլ ոտնաթաթ է այլ կրում։ ոտնաթաթ է դրվում, նա էլ բավականին թանկ է 3-ից մինչև $7,000 արժողության, դրա համար պետպատվերը դրալ չկա, Բայց ցանկություն ունեցողներ կան դա այն տեղադրելու, վճարելու թեկուզ։ Վճարելու չէ, բայց ունենալու։ Այո։ Բաններ կան, որ նույնիսկ նախարարություն են դիմել օժանդակելու, որպեսզի իրանք էլ ունենան, ովքեր որ իհարկե լուրջ սպորտով են զբաղվում։ Բայց հրաշալի է, չէ, որ նույնիսկ այդ դեպքում չի կոտրվել նրանց կամքը եւ ուզում են թեկուզ սպորտով զբաղվել։ Կան երևի մի 70% տղաների շատ համարձակ եւ լիարժեք կյանքով են ապրում։ Չեն ջվել ու չեն փակվել իրանց։ Ինքնամփոփ չեն դարձել, այո, ու դեպրեսիայից դուրս են եկել, առաջի տարին է սովորաբար ամպուտացիայից հետո են դեպրեսիայի մեջ լինում, հետո կամաց հարմարվում են կյանքի նորից։ Իրանք հաղթահարում են դա ու լիարժեք կյանքով ապրում են, ամուսնանում են, երեխա ունենում, բալիկների նկարներ։ Եվ կեցեն այն աղջիկները կամ այն ամուսինները, ովքեր իսկապես դա հաշվի չեն առնում։ Ես կցանկանայի մի փոքր խոսեինք արդեն տեղադրելուց հետո այն ադապտացիոն գործընթացին։ Արդյոք դա շատ դժվար է եւ ում օգնությամբ են նրանք կարողանում ադապտացվել նոր ոտքին կամ նոր ձեռքին։ Ադապտացիան սովորաբար մենք սկզբնական փուլում ցույց ենք տալիս ինչպես պիտի քայլեն, ինչպես պրոթեզը խնամեն, որովհետև սովորաբար երկար ժամանակ եթե առաջնակի հիվանդ է ամպուտացիայից հետո անկողին վերականգնում, մկանային թուլություն է ձեռք բերվում ու ասենք այդ ոտքի մկանային համակարգը ավելի թույլ է լինում կամ առողջ ոտքին է, դրա համար իրենց ժամանակապետ մինչև այդ մկանները ձևավորվեն ու սկսեն քայլել։ Դա երկար գործընթաց է։ Տարիքից ելնելով, եթե տատիկ պապիկ են դժվար է եւ երկար է։ Դժվար է եւ տարիներ է կարող է լինի, այսինքն իրանք էլ արդեն այդքան ակտիվ չեն, որ էներգիա այդտեղ ներդնեն, այո։ Իսկ երիտասարդները հագնում են ու քայլում են ուղղակի ավելի վստահ ու հստակ քայլելու համար երևի 1-2 ամիս մինչև կարգավորում են։ Այսինքն մարզումներ են, այո, հատուկ իրականացվում այս առումով։ Ամենալավ մարզումները դա հենց պրոթեզ գրելն է։ Որքան շատ պրոթեզով երևի թե քայլեն, աշխատեն, այո, այսպես։ Ամենալավ տրենաժերը մարդիկ կան ասում են գնանք սպորտ դահլիճ կամ բայց պրոթեզ գրելը ուղղակի ոչ թե պասիվ նստել, այլ ակտիվ քայլելը դա ամենալավն է։ Պարոն Մարգարյան, բժշկության մեջ ասես շատ սրընթաց է բոլոր զարգացումները լինում։ Ընդամենը 1 տարի առաջ չես պատկերացնում, թե որքան հետ է եղել ցանկացած բնագավառում, այո, կարող ենք այս սրընթաց աճը նկատել։ Հետաքրքիր է, ինչ նորություններ կարող եք ակնկալել, որ պրոթեզների հետ կապված ապագայում կարող է զարմանալի թվալ, բայց լինել։ Կա այդպիսի բան, որը մի քիչ անհավանական է հիմա թվում։ Անհավանական չէ, գիտեք, կան հիմա պրոթեզներ, որ հենց միանգամից այդ ամպուտացված ոտքի ոսկրային հատվածին է ամրացվում, բայց դրանք կոնցեպտներ են կարելի ասել, նրանք պրակտիկ չեն, կան նման կադրեր կան, դեպքեր կան, վիրահատական, որ նման բաներ արել են, բայց պրոթեզի դեպքում իմ անձնական կարծիքն է, որ դրանք այդքան էլ ակտուալ չեն։ Ամենալավ տարբերակը այսօրվա դրությամբ այն է, ինչ որ ունենք, եւ դրանից ավել արդեն էլեկտրոնիկայի ավելացումն է, միկրոպրոցեսորի ֆունկցիաներն է, որը որ ներդրվում է պրոթեզի մեջ։ Մենք այսօր ունենք միկրոպրոցեսորային ծունկ, կա միկրոպրոցեսորային ծունկ եւ ոտնաթաթ, որ իրար հետ են աշխատում, դա ամենաօպտիմալ տարբերակն է, դա հələ դեռ մեզ հասանելի չի իր գումարի առումով։ Դա կառավարվում է ինչ-որ վահանակի շնորհիվ։ Ոչ, շահառուն քայլում է, մենք համակարգչով ծրագրավորում եք տալիս, այո։ Մենք ըստ իրա քայլվածքի, ըստ իրա բնավորության, արագ քայլող է, դանդաղ քայլող է։ Ենթադրենք արագ քայլող է, բայց այդ օրը որոշել է դանդաղ քայլի։ Դա չի համընկնում արդեն ծրագրավորման հետ։ Մենք իր
հեռախոսի մեջ տալիս ենք հավելված, որ ինքը ընթացքում կարող է կարգավորել, Զարմանալի է։ դանդաղ քայլ, հեծանիվ, աստիճան բարձրանալ, աստիճան իջնել։ Այս ամենը իսկապես զարմանալի է։ Այո։ Պարոն Մարգարյան, եւ քանի որ շատերը մշտապես հայերի մեջ նկատի ունեմ մեկնել են արտերկիր բժշկության տարբեր ծառայություններից օգտվելու համար, հիմա մենք տեսնում ենք բժշկական туриզմը հակառակ ուղղվածության վրա է աշխատում, այսինքն դրսից են մեզ մոտ գալիս մեր բժիշկներին վստահելով եւ գնահատելով եւ որակը եւ գինը։ Այս առումով ինչ ասելիք ունեք, կրկին հոսքը դեպի արտերկիր շատ է, թե արդեն մեզ մոտ բոլոր այդ որակական եւ նորամուծությունները ապահովված են եւ հենց այստեղ էլ նախընտրում են ստանալ այդ խնդիրը լուծումը։ Ես կասեմ մեր ոլորտի մասին, մեր ոլորտը պրոթեզավորումը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Դրա համար ինֆորմացիա չկա, որ ինչ-որ մեկը գնացել է արտերկիր պրոթեզավորման համար։ Նախկինում գնում էին հենց այդ ֆունկցիոնալ թաթերի կամ ֆունկցիոնալ ծնկանհոլերի համար, որը հովանավորվում էր, գնում էին դա տղաներ ունեին, որ եկեղեցու հովանավորմամբ գնացին Հնդկաստան պրոթեզավորվելու, հետ եկան, ասացին արդեն ինուզած թաթե ունեմ, մնացածը դուք սարքեք։ Այո, որոշ մասը դրսում իրականացրեցին։ Իսկ հիմա արդեն մենք հնարավորությունը ունենք եւ կարբոնային թաթեր եւ միկրոպրոցեսորային ծնկեր տեղադրելու եւ նույնիսկ ասենք հիդրավլիկ թաթեր կան, որը որ բավականին լավն են։ Կարծում եմ դրա կարիք այլևս չկա, որքան նկատել եք։ Շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի համար, իհարկե միշտ բժիշկներին հաջողություն ենք մաղթում իրենց գործերում, բայց նաև մաղթում ենք ունենալ քիչ հիվանդներ։ այո։ Ինչը եւ խոսում է առողջ։ Ես ասում եմ թող հաշմանդամ չլինի, ես ուրիշ բնակավարում իմ ընտանիքի ծախսերը, միջոցները ձեռնարկեմ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար, եւս մեկ անգամ հիշեցնեմ, դուք դիտում եք Medinform հաղորդաշարը Նոր Հայաստան հեռուստալիքով եւ ես զրուցում եի Նանոպրո պրոթեզավորման եւ օրթեզավորման հիմնադիր տնօրեն եւ պրոթեզավորող Կարեն Մարգարյանի հետ։ Այսպիսին էր այսօրվա Medinform-ը, հետաքրքիր նորամուծություններով լի, շարունակեք հետևել մեր հաղորդումներին եւ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Կհանդիպենք։